առաջին թանգարանը, որ այցելեցինք, Կապի թանգարանն էր։ Թանգարանը գտնվում է Երևանի Ազատության պողոտա 24/1 հասցեում։ Քոլեջից թանգարան հասնելու համար նստեցինք մեր մոտ գտնվող կանգառից 24 համարի ավտոբուսը եւ գնացինք ուղիղ թանգարանի մոտ գտնվող կանգառ։ Իսկ հրապարակից թանգարան հասնելու համար կարող եք մոտակա կանգառներից նստել 1, 43, 46, 99, 16 համարի ավտոբուսները, որոնք նույնպես գնում են հենց թանգարանի մոտակա կանգառ։ Թանգարանը հիմնադրվել է 2012 թվականին։ Այստեղ ներկայացված են Հայաստանում կապի զարգացման պատմությանը վերաբերող նյութեր։ Թանգարանի այցելուները կարող են ծանոթանալ Հայաստանում հեռահաղորդակցության էվոլյուցիային, տեսնել կապի սարքեր 19-րդ դարից սկսած մինչև ֆիքսված բջջային և ինտերնետ կապի թվային ժամանակակից միջոցներ։ Կապի թանգարան կարելի է այցելել միայն ուրբաթ օրերին, կատարելով նախնական գրանցում։ Թանգարանը անվճար է։ Գրանցման համար անհրաժեշտ է զանգահարել 010 41 04 10 հեռախոսահամարին կամ գրել նրանց էլեկտրոնային հասցեին։ Մենք հիմա կապի թանգարանում ենք, կարելի ասել համարյա, այդ ընդունարանում ենք, ու ուզում եմ ասեմ, որ թիմի աշխատակիցները շատ բարեկամներ են, որտեղ մենք եկանք ու քիչ շիվարած կանգնացինք, չգիտենք ինչ ուր գնենք իշխանենք, մեզ առաջարկեցին, որ մենք այստեղ սրճարան կա, ցույց տա։ Մեզ առաջարկեցին, որ մենք անք այստեղ նստենք հանգիստ, ես մտածում եմ, որ ավենց շրջան վերցնեմ չեն կարող, բայց կարող ենք։ Դե սպասում ենք մեր գիտին։ Ինչ ամես համարների միշերի տակ պահված ամեն մեկի հեռախոսահամարը, որպես ինքնահանգի չի, դա ձեր զանգն է։ Օպերատորը ինչ անում, սա հանում է, միացնում է համապատասխան ընտրենք էսա ձեր լույսը, ստեղ միացնում կապնում է ձեր հետ։ Կապնում է ձեր հետ, այսպես մի հատ քրեստիկի վրա, դատարկ, գրանցում է բոլոր տվյալները, որոնք դուք ուզում եք, այսինքն դիմացինի հեռախոսահամարը, ձեր հեռախոսահամարը, րոպեների քանակը, անուն, ազգանուն եւ այլն, սա բիլինգն է այսօրվա։ Ուրեմն ստեղծում է այդ թուղթը եւ ասում է սպասեք, մենք ձեզ կկապենք ձեր ուզած համարի հետ։ Դուք անջատում եք հեռախոսը, սպասում եք տանը նստած, այդ կարող է լինի 10 րոպե, կարող է լինի, չգիտեմ, ժամեր, կախված է գծերի առկայությունից, ազատ լինելուց եւ այլն։ Մի խոսքով ինքը այստեղից ընդհանրենք Մոսկվա եք ուզում, Մոսկվայով կապերով պայմանավորված ինքը պատրաստում է կապուղին, երբ որ Մոսկվան արդեն պատրաստ է պատասխանում է, ինքը ձեր տուն հետադարձ զանգ է թողնում, մի քիչ ուրիշ ձևի զանգ, ասենք զնգ այդ զանգ, որ տարբերի, որ դուք հասկանաք, որ ձեր բանն է, միջազգային հեռախոսակապն է, դուք բարձրացնում եք խոսափողը, ձեզ ասում են, որ ձեր կապը պատրաստ է, կարող եք զրուցել, զրուցում եք, երբ որ ասենք 5 րոպե եք պատվիրել կամ 3 րոպե եք պատվիրել, 30 վայրկյան առաջ ինքը գծում հայտնվում է օպերատորը մեր, ասում է, որ ձեր ժամանակը սպառվում է, եթե ցանկանում եք ոչ վերջացնում եք կամ ավելացնում եք րոպեների քանակը, ինքը նշում է, որ ավելացրել եք, դրանով գումարն է ձևավորվում ձեր վճարի։ Մի խոսքով սա է աշխատանքի սկզբունքը այդ միջքաղաքային հեռախոսակապի կայանի, հիմա հասկացաք տարբերությունը ինչքան մեծ է այսօրվա ու այն ժամանակվա։ Դեռ ոչ մեկին չի զանգում, ոչ մի սա մենակ շարժիչներն են աշխատում։ Հիմա եթե փորձենք զանգել դիվերսիոներին ես դրանց մեկին զանգել եմ, դրանց ապարատում եք, դրանց դրանց զանգում, բայց այդ ապարատը նկատի պատրաստեց պետք չի, վիզուալ պետք է։ Շատ համակարգի, որ համար ավարտի չկրդի հիմա ես հետ դրեցի, ինքը բերեց ամբողջի իրար զրոյական վիճակին, ու սենց եթե պատկերացեք մի 100 րոպե իրար զանգում է, ինչ տեղի կունենա, չլազնից անընդհատ աշխատում է ինքը։ Լավա, ես աղմուկի տակ ասենք մի թանգարան այցելելուն, ուրիշներին չենք տալիս, իմացեք, ալուրջ եմ ասում։ Շատ հետաքրքիր է, գիտը շատ բարի առաջի թանգարներ ես գլուխս պայթում է, սովեր հետաքրքիր բաներ են ստացան, սակայն պատմության թանգարանը նույնը չեն կարող ստանալ։ Դες չենք ստանա, բայց շատ լավն է, գիտը շատ լավ ինֆորմացիան մեզ տվեց, հետաքրքիր շատ պատմեց, այդտեղ հետաքրքիր բաներ արեցին, ու վերջում այս ստիկերները տվեց ու ասաց, որ ամեն մեկին չի տալի ստիկերները։ Մենք յուրահատուկ ենք։ Երեխեքներս կուզեի հիմա Փարիզում լինեինք։ Հա, իրոք, Լուվրը կտենայինք։ Երեխեք հեսա։ Այժմ մենք մուտք կգործենք Հայաստանի պատմության թանգարան Լուվրի ցուցանմուշները տեսնելու համար Ֆրանսիայից բերված։
Հայաստանի պատմության թանգարանը Հայաստանի Հանրապետության առաջին թանգարանն է, հիմնադրված 1919 թվականին։ Գտնվում է Հանրապետության հրապարակ 4 հասցեում։ Մուտքավճարը մշտական ցուցադրության համար 2500 դրամ է, զեղչի դեպքում 1250 դրամ։ Ժամանակավոր ցուցադրության դեպքում սրբազան երկխոսություն Լովրից Հայաստանի պատմության թանգարան արժի 4000 դրամ, զեղչի դեպքում 2000 դրամ։ Ամեն ամսվա վերջին շաբաթ օրը մուտքը մշտական ցուցադրությունների համար ազատ է։ Աշխատանքային օրեր և ժամերն են՝ երեքշաբթիից շաբաթ 11-ից մինչև 6-ը և կիրակի 11-ից մինչև 5-ը։ Թանգարանը համարվում է Հայաստանի պատմության և մշակույթի գիտահետազոտական կենտրոն, ունի շուրջ 400 000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու, այդ թվում հնագիտական, դրամագիտական և ազգագրական բացառիկ նմուշներ։ Ներկայացնում է Հայաստանի պատմությունն ու մշակույթը հին քարի դարից մինչև մեր օրերը։ Այս խոյակները հավանաբար դրվել են դահլիճի խոշոր սյուների վրա։ Խոյակների հորինվածքի հիմնական տարածությունը զբաղեցնում են բուսական ոճավորված զարդաքանդակները, ոլորապտույտ արմավազարդերն ու եռաթև տերևները։ Խոյակներում փորագրված կենաց ծառի տարբերակները, վեսթևանի աստղն ու վեսթև արդիակները հանդիպում են հայկական ճարտարապետական մի շարք կոթողներում, իսկ արմավազարդերը, որոնց երկու կողմից ջուր են խմում եղնիկները, թռչունները կամ աղավնիները, հայկական մանրանկարչության մեջ ընդունված պատկերագրություններն են։ Սուրբ Առաքելոց եկեղեցու դուռ։ Դռան վրա ներկայացված է հոգեգալստյան տեսարանը։ Քրիստոսը համբարձվելուց առաջ առաքյալներին ասաց, որ կուղարկի Սուրբ Հոգուն։ Դրանից 50 օր անց երկնքից հնչեց սաստիկ հողմի նման ձայն, լցնելով վերնատունը, ուր նստած էին առաքյալները։ Երուսաղեմ ժամանած տարբեր ազգեր լցվեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խոսել ուրիշ լեզուներով, ինչպես որ Սուրբ Հոգին նրանց խոսել էր տալիս։ Դռները ծիսակարգի մաս են հանդիսանում։ Մի շարք արարողություններ կատարվում են եկեղեցու գլխավոր դռների երկու կողմում։ Դռան երկու փեղկերը ներկայացնում են մարդածած Աստծո և աստվածացած մարդու փոխշաղկապումը, քանի որ Քրիստոսն ասում է. «Ես եմ դուռը»։ Այժմ տեսնում ենք 5 ափսե տարբեր պատկերներով, այս 5 նմուշները միջնադարյան քրիստոնյա արևելքում բարձրորակ ու բազմազան խեցանքների օրինակներ են։ Դրանց միջոցով են միանման հորինվածներն ու կատարման եղանակները շրջանառվում արևելքում ու արևմուտքում, ինչպես նաև բյուզանդացի, հայ և մամեդական կավագործ վարպետների շրջանում։ Առաջին ափսեն Սուրբ Հովհաննեսի պատկերով է, Հայաստան շողակապանք գտնվելու վայրն է, 12-ից 15-րդ դարերի ափսե է, պատրաստված է կավից, պահպանվում է Երևանի Հայաստանի պատմության թանգարանում։ Երկրորդը թազ շարավղաձև զարդերով, բյուզանդական կայսրություն, 12-ից 13-րդ դարեր, կավ, կապարային ջնարակ, սգրաֆիտո եղանակով արված հարդարանք։ Պահվում է Փարիզի Լուվրի թանգարանում, բյուզանդական և արևելքաքրիստոնեական արվեստի բաժնում։ Երրորդը թաց ռազմիկի պատկերով, բյուզանդական կայսրություն, 13-րդ դարի վերջ, 14-րդ դար, կավ, սպիտակ անգոբ, կապարային ջնարակ, փորագրազարդ։ Պահվում է Փարիզ Լուվրի թանգարան, բյուզանդական և արևելաքրիստոնեական արվեստի բաժնում։ Չորրորդը ափսե թռչնի պատկերով, Հայաստան Դվին գտնվելու վայրը, 12-ից 13-րդ դարեր, հաղճապակի, սպիտակ անգոբ, կոբալտով նկարազարդում թափանցիկ ջնարակի տակ։ Պահվում է Երևանի Հայաստանի պատմության թանգարանում։ Հինգերորդը ափսե հուշակապարակի պատկերով, Հայաստան Դվին գտնվելու վայրը, 12-ից 15-րդ դարեր, հաղճապակի։ Պահվում է Երևանի Հայաստանի պատմության թանգարանում։ Ինչպես նաև ընդհանուր ցուցադրության սրահում մենք կարող ենք տեսնել ափսեներ, որոնք արդեն իսկ բերվել են Անիից և Դվինից։ Այժմ մենք տեսնում ենք Հակոբոս Տյառնի եղբոր Մասանց պահարանը։ Մասանց պահարանի վերին փեղկի վրա կամարակապ երկնային Երուսաղեմի ետնախորքին պատկերված է Սուրբը, աջ ձեռքին Սուրբ Գիրքը, իսկ ձախում խաչ, երկու կողմերում եղբայր Տյառն գրությունն է։ Հակոբոսը Տյառն եղբոր է կոչվել Սուրբ Մարիամի նշանածի, Սուրբ Հովսեփի որդին լինելու և Հիսուսին իբրև եղբայր ընդունելու համար։ Եկեղեցական արարողակարգում իրենց ուրույն տեղը ունեն հայկական և համաքրիստոնեական սրբերի և սրբությունների մասունքներով Մասանց պահարանները։ Մասանց պահարանները տեղադրվում են խորանում։
Խաչքարը հայ ինքնության ամենաբնութագրական խորհրդանիշներից է։ Այն աշխարհի կողմերի հատուկ կողմնորոշումով բացօթյա կանգնած ուղղաձիգ սալ է, որի արևմտահայաց կողմը զբաղեցնում է քանդակազարդ խաչը՝ բուսական, երկրաչափական, կենդանի ու թռչունների, երբեմն էլ մարդկանց պատկերների ուղեկցությամբ։ Խաչքարային հորինվածքի կառուցվածքը պայմանավորված է ձգված համամասնություններով, սալով և հորինվածքի կենտրոնական առանցքը կազմող քառաթև խաչով, և ըստ խաչքարային արձանագրություններում խաչին տրված բնութագրերի, այդ հորինվածքում խաչը նախ և առաջ համընկնում էր որպես համընդհանուր միջնորդ հավատացյալի և Աստծո միջև։ Տվյալ նկարում կարող ենք տեսնել վակաս, որը հիմնականում գերիշխել է Հայաստանում 17-րդ դարում, պատրաստված է մետաքսաթելից, ոսկեթելից և արծաթաթելից։ Երևանի պատմության թանգարանում է գտնվում այս բայի դրությամբ։ Վակասը ծիսական հանդերձանքի մաս է, որն անշարժ ամրացվում է շուրջառին։ Այն խորհրդանշում է քաղցր լուծը և գառան տեսքով մոլորյալ մարդկությանը, որին հոգատար Հովիվ Հիսուսը ուսերին դրած դեպի փրկություն է տանում։ Պատարագի ընթացքում հոգևորականի ուսերին դրված վակասը Հիսուսի և առաքյալների միջոցով փոխանցվող քրիստոնեական հավատքի, դրա հիմքի ու էության խորհուրդն ունի։ Վակասները պատկերում են առաքյալներին Հիսուսի երկու կողմում, ասեղնագործված են ոսկեթելով և արծաթաթելով, զարդարված թանկարժեք քարերով։ Այժմ տեսնում ենք խորանախաչը, պատմական Հայաստան, Բաղեշ, Սուրբ Հովհաննես վանք, 1770 թվական։ Խորանախաչը հայոց եկեղեցու Սուրբ Սեղանի զարդարման բաղադրիչներից է։ 8-րդ դարում Հովհաննոց կաթողիկոսը հաստատում է խաչի օծման կանոնը, որն արգելում է երկրպագել չոծված և չորնված խաչը։ Խաչի օծման ծեսը հատուկ է միայն հայ եկեղեցուն, որն ընդգծում է խաչի նկատմամբ առանձնահատուկ ակնածանքը։ Այն ընդգրկվել է Մաշտոց ծիսարանում, որը հայ եկեղեցու կարևորագույն ծիսամատյաններից է և ներառում է եկեղեցական արարողությունների կանոնները։ Je me suis fait mal en m'envolant, je n'avais pas vu le plafond de verre. Tu me trouverais ennuyeux si je t'aimais à ta manière. Si je t'aimais à ta manière. Si je t'aimais à ta manière. J'étais censé t'aimer, mais j'ai vu l'inverse. Մենք գտնվում ենք մեր վերջին նպատակակետում Հակոբ Քոջոյանի և Արա Սարգսյանի տուն թանգարանում և հիմա մուտք կգործենք տուն թանգարան։ Արա Սարգսյանը ծնվել է 1902 թվականի ապրիլի 7-ին Պոլսից ոչ հեռու գտնվող Մաքրի գյուղում Միհրան և Կատարինե Սարգսյանների ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի Տատյան ուսումնարանում, այնուհետև 1914 թվականին, երբ ընտանիքը տեղափոխվել է Պոլսի Բերա թաղամաս, ուսումը շարունակել է Եսայան սանոց վարժարանում։ Արայի հորեղբայրը Սարգիս Սարգսյանը Կոստանդնուպոլսի հայտնի ճարտարապետներից է եղել և նրա խորհրդով Արան խորացել է արվեստի մեջ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Արան թողել է ուսումն ու սկսել զբաղվել պատահական աշխատանքով՝ գոյության միջոցներ վաստակելու նպատակով։ Նա զբաղվել է գրագրությամբ, գծագրությամբ, անգամ աշխատել է որպես էլեկտրիկ։ Պատերազմից հետո նա սովորել է նախ Կոստանդնուպոլսի գեղարվեստի վարժարանում 1919-ից 1921 թվականներին, որտեղ հանդես է եկել ինքնուրույն դիմաքանդակներով, հայկական կոտորածների և Առաջին համաշխարհային պատերազմի ազդեցությամբ, ողբերգական թեմաներ պատկերող կոմպոզիցիաներով։ Հակոբ Քոջյանը հայտնի հայ նկարիչ էր, գրաֆիկ մանրանկարիչ և քանդակագործ։ Նա ծնվել է 1883 թվականին Ախալցխա քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, այնուհետև սովորել Թիֆլիսում Հովնացյանների գեղարվեստական դպրոցում։ 1907-ից 1914 թվականներին ուսանել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում, որտեղ խորացրել է իր գիտելիքները եվրոպական արվեստի ոլորտում։
Նա հատկապես հայտնի էր իր համագործակցությամբ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի հետ։ Նրանք միասին 1922 թվականին ստեղծել են Հայաստանի Հանրապետության պետական զինանշանը։ Կոջյանը հեղինակել է բազմաթիվ նկարներ, պաստառներ, գրաֆիկական աշխատանքներ և գրքերի նորազարդումներ։ Նրա արվեստը խորապես ազգային է, արտահայտում է հայկական բնության, ժողովրդի ու պատմության ոգին։ Հակոբ Կոջյանը մահացել է 1959 թվականին։ Հակոբ Կոջյանի և Արա Սարգսյանի թանգարանը գտնվում է Երևանում Պուշկին 70 հասցեում։ Հեռախոսահամարն է 010 56 11 60։ Թանգարանը գործում է երեքշաբթիից կիրակի 11-ից 5-ից։ Էքսկուրսիաների համար պետք է նախապես գրանցվել։ Տոմսի արժեքը մինչև 12 տարեկան երեխաների համար անվճար է, 12-ից բարձր երեխաների համար 500 դրամ։ Էքսկուրսիայի արժեքը հայերեն և ռուսերեն լեզվով արժե 3000 դրամ։